Սահմանադրական մեծամասնություն չի ստանա, որտեղից այսպես կոնկրետ ժամկետներով պատերազմի մասի տեղեկությունը, ինչ տվյալների վրա եւ արդյոք այստեղ շանտաժի էլեմենտ չկա։ Ես կարծում եմ ժամկետը այն է սեպտեմբեր ամիսը վարչապետը պայմանական ասել, նկատի ունի ընտրությունների կարճ ժամանակ անց։ Իսկ որ այդպիսի հեռանկար կարա լինի, միանշանակ է։ Րոպեներ առաջ ես հանձնաժողովում նստած խոսում էինք այդ թվում այն ընդդիմադիր պատգամավորների հետ, ում գաղափարախոսությունը այն է եւ մնացած նաեւ կանոն չգտավ առանձին ընդդիմադիր շրջանակներում գաղափարախոսությունը այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք, բառացի մեջ բերում եմ ուղղակի այդ մտքի կրող մի քաղաքացու խոսքը, այս Հայաստանը մեզ պետք չի, այդ քարտեզը գետին է գցել, ներողություն խոսում եմ, էլի։ Եվ ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ, եթե իշխանության կան, անմիջապես խնդիր առաջանալու հարևանների հետ եւ հաշվի առնելով, թե հիմա խնդիրները այս օրերում մեր սեփական փորձից գտենք, բայց հիմա նաև շուրջ բոլոր նայելով ինչ մեթոդաբանությամբ են այդ խնդիրները երկրները փորձում լուծել, շատ մեծ հավանականությամբ Հայաստանը անմիջապես կկանգնի նոր պատերազմ։ Ժողովուրդ շանտաժը այստեղ որն է, նայեք, ասում են մենք առաջարկում ենք խաղաղություն։ Մենք խաղաղություն ենք արտադրում եւ այո, նենց եղավ, որ ինքը եղավ վարչապետ։ Եվ այո, մենք ասում ենք մեզ պետք է խաղաղություն, մեր երկրի պետք է խաղաղություն, այլ պայմաններում ուղղակի հավատացեք, մեր խորը համոզմամբ Հայաստանի Հանրապետության ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ Հայաստանի Հանրապետության որպես անկախ պետություն գոյությունը ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։ Եվ այս մի առաջարկն է քաղաքացիների, եւ կա զուգահեռ առաջարկը, չէ, մեզ այս Հայաստանը ընդհանրապես պետք չի, սա մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետքա չգիտեմ ինչ Հայաստան։ Ասի շանտաժը, Ժորժան, նայեք, հիմա ձեր օպերատորները ինձ խնդրում են շարունակաբար առաջ գալ։ Եթե ես առաջ գնամ, դուք հայտնվեք։ Բանից կանխական դուք չեք որոշում, որ այն մյուս կողմի ուժերը, պատերազմի ուժերը, գուցե նրանք որոշում են իրենց Ժորժան, իրանք են ասում։ Չէ, բայց իրենք գաղափարների բանացիություններով են որոշում։ Պարոն, ինչ է։ Լավ, ինչի մասին է խոսքը։ Դուք մեղադրում եք քաղաքալը, նայեք քաղաքական անճարակության դրսևորում ասա այն քաղաքական ուժերի կողմից, որոնք մեզ մեղադրում են նրանում, որ մենք ասում ենք մենք խաղաղության կուսակցություն ունենք եւ մյուսների ասած այնքան անհեռանկար եւ վտանգավոր, որ հանդիսնելու է պատերազմի։ Հիմա այս այնքան ճիշտ է եւ անխոցելի, սրա հոգեբանական կողմ ունենք, որ գալիս են մեզ ասում են լավ էլի այդ մի ասեք, որտեղ ընտրական պայքարում, մրցավազքում մենք կարող այդքան հաջողակ կլինենք։ Դե հենց հիմա դուք եք ասում եք։ Ես ասում եմ դուք ինչ եք նախապես Լավ հարց է։ Այո, դուք ինչ եք որոշել, որ օրինակ դուք խոսում եք Շատ Քոչարյանի, Ծառուկյանի, Սամվել Կարապետի, ինչ եք որոշել, որ դա մեր քաղաքական իրավունքն է։ Հարցը սպառված։ Շանտաժ կա, ես այդտեղ շանտաժի էլեմենտ տեսնում եմ, ոչ։ Ինչու ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկը է տեղավորվում, օրենք արվում է, բոլորովին։ 4 պատերազմ է բերել այս երկրի Մեր իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը հետևանք է եղել։ Շուրջան, եթե ուզում եք տենց բան անենք, լեզվակռիվ անենք, լավ, դա էլ կարանք անենք, եթե ուզում ենք լուրջ խոսակցություն ունենանք, որից մեր ժողովուրդը կարա շահի, ապա ամենամեծ եւ պարզունակ եւ բան միամիտ քայլը կլինի ասել, որ այս ինչը պատերազմա բերե, այն ինչը պատերազմա բերե։ Պատերազմը հետևանք է, մեր օրոք ուրիշ բան է։ Բայց որ ասում եք դուք եք բերել, սա լրիվ անհետեթություն է։ Մեր օրոք է եղել, այո, եւ եղել է նրա հետևանքով։ Լավ, գոնե հիմա ես կգնամ, այս եթերները կանջատվի։ Հարգելի գործընկերներ, գոնե ասի գիտակից մարդիկ դուք ձեզ ամեն մեկը ինքը իրան, գոնե խոստովանի, որ դա հետևանք է 30+ տարիներ սխալ քաղաքական այդ թվում ես սխալ քաղաքական ուրեմն մտքի շրջանակներում մնալու հետևանք է, չհասկանալու հետևանք է, որ պետքա այդ հարցը լուծվել եւ այլ կերպ չէր կարող լուծվել եւ այլն եւ այլն։ Լիքը բան կարելի է մեզ մեղադրանքներ կասել, որ մենք ենք բերել մեծ չափազանց։ Բայց հիմա տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, պարոն Միրզոյան, որ նույնիսկ ձեր ասած խաղաղությունը հնարավոր չէ, որ իրագործվի։ Այս իրավիճակում ինչ կանխատեսում ունեք։ Հիմա կարելի է արդյոք ձեր ասածը եզրակացնել, ձեր ասածից բխեցնել հետեւյալը։ Դե քանի որ մենք տեսնում ենք, որ
նույնիսկ խաղաղության ասողները խաղաղության մեջ չեն կարողանում մնալ, եկեք հենց մի բանից թևերներս կշտենք ու մտնենք պատերազմի մեջ։ Ինչքան հնարավոր է պետք է պահել մեր խաղաղությունը, ասենք։ Պարոն նախարար, ձեր քաղաքական օպոնենտներից մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաճախ է հայտարարում, որ Արցախցիների վերադարձի իրավունքին հետամուտ են լինելու։ Ես խնդրում եմ որպես նախարար ասեք, աշխարհում կա մեկ ժողովուրդ, ազգ կամ հանրույթ, որ օգտվել է վերադարձի իրավունքից եւ վերադարձի իրավունք ասածը ինչ կարգավիճակ է ենթադրում վերադարձողների համար։ Ճիշտ ասած, հիմա դուք տալիս եք հարց, որը ես եմ սովորաբար երբ որ առիթ ալնում, այդ թվում խորհրդանում եւ հանձնաժողովի աշխատանքների ֆորմատով, երբ որ ասում են վերադարձի իրավունք, ասում եմ մի հատ խնդրում եմ, ինձ կասեք դետալիզացված, այդ վերադարձը ոնց է իրականացվելու, ինչ պայմաններով։ Ենթադրենք, այնտեղ դռները բացում են, ասում են եկեք, ստեղ էլ են մարդիկ, ովքեր ուզում են գնան, գնում են։ Խնդրում եմ ինձ նկարագրեք պայմանների, եթե չասեմ ամբողջությունը, գոնե մասնակիորեն։ Արդյոք դա նշանակում է գնում եք եւ լինում եք Ադրբեջանի քաղաքացիություն, թե լինում եք Ադրբեջանի քաղաքացի, Ադրբեջանի անձնագրով գնում եք դպրոց, որտեղ հայերեն չկա, թե հայերենը հերիք է, թե օրինակ ոստիկանությունում այդ որոշակի տարածքում անպայման պիտի լինեն հայազգի ոստիկաններ, թե ադրբեջանցի ոստիկանը նորմալ է, դատարանը, եւ այս կարգի տասնյակներով հարցեր, որովհետեւ այդ հարցի պատասխանից շատ մեծ բան է կախված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն կարող տեսնել այդ մարդկանց անկեղծությունը եւ անցյալի մասով, երբ որ իրանք մաքսիմալն են պահանջում եւ երբ որ մենք ասում ենք նշաձողը որ իջացնենք լուծումներ կգտնվեն, մեզ դատապետում էին այդ նշած ազգային բաներին դավաճանելու համար։ Հիմա տեսնենք կարող է բարձրի այդ մարդկանց նշաձողը տասնյակ անգամներով ավելի ցածր այն նշաձողից, որի մասին մենք էինք այդ օրերին խոսում։ Ես վախենամ հենց տենց էլ բարձվի, դրա համար այդ մարդիկ որևէ կերպ չեն կոնկրետացնում բան վերադարձ ասելով ինչ նկատի ունեմ։ Խնդրում եմ ինձ ինչքան ուզում եք հարց տվեք, բայց այդ մարդկանց տեսնելուց մի հատ իմ կողմից հարց տվեք, ասեք Արարատ Միրզյանը ձեզ հարց է տալիս։ Ինչպես եք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի Իսկ վերադարձի իրավունքից օգտված ժողովուրդների, հանրույթների, ժողովուրդների ազգերի մասին ինչ կասեք, պարոն նախարար։ Կա հայտնի է ձեզ այդպիսի մեկ ժողովուրդ, հանրույթ։ Ճիշտ ասած, դες չեմ նայել, հիմա հնդածս փորձում եմ հարցը տվեցիք, հիշեմ բաղկնության լայն ժամանակագրությամբ պաշտպանության, այս բանին մտքից չի բան գալիս, բայց չեմ բացառում որ եղած լինի։ Եվ դա կարևորը չի, կարող է պարզվի ընդհանրապես չի եղել, կարող է պարզվի երեք դեպք եղել է։ Հասկանում եք, բայց ես ասում այսօր այդ հարցը որ մարդիկ ձեզ բարգոր բարձրացնում են, այդ մարդիկ, որ 30 տարի մի ամբողջ ժողովրդի Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում մի ամբողջ ժողովրդի քթից բռնած տարել են, արունակ են, արունակ հստակ իմանալով որ իրանց ուզած լուծումը իրատեսական չի, մարդիկ են մոլորության մեջ են եղել, այդ թվում ես նորից չեմ ուզում ամեն անգամ ուզում եմ իմ մեղքը շեշտեմ, որ հանգած չմտածեք ես դիստանցավորում եմ դրանից։ Խաբել են, հիմա էլ են ուզում այդ նույն նարատիվներով խաբել մարդը։ Այս համատեքստում եւս մի հարց պարոն նախարար ձեր թույլտվությամբ։ Հիմա եկեք հարցը լեգիտիմ է, առաջարկում եմ եկեք հստակեցնենք։ Ինձ եւ մեզ ուղված մեղադրանքը ինչու՞մն է, որ ժամանակին չենք գնացել շատ ցավոտ կորուստների, սա մի իրավիճակա մի պատասխան է տալու, թե չենք կռվել, թե կռվել ենք, զոհերը տվել ենք, թե պետք է չտայինք հանձնելով, թե որտեվ այս մեղադրանքների մեջ իրար մեջ մեծ հակասություն կա։ Եթե երկու տարբեր մարդ ամեն մեկը իմ այդ մեղադրանքներից մեկը ուղի, մեկը ասի դուք հիմար էիք եւ չգնացիք լուծումների, ջանդամ թե ժողովուրդը դա չէր պաշտպանում, չտվեցիք հողերը, սա մի մարդ ասի, եւ այն մյուս մարդ ասի, որ դուք պետքա կռվեիք մինչև վերջ, շատ եւ հիմա էլ կռվեք եւ չգիտեմ, կապ չունի, տարբերություն չկա, Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղ անջատ չկա եւ այլն այս բաներ ասեն։ Այս հլելի հնարավոր է համակերպել այս իրականության հետ առանձին մեղադրանքները փորձել հասցեագրել, բայց երբ որ դրանք նույն մարդիկ են ասում, հիմա ինձ հետաքրքիր է էլի, ես ինչու եմ մեղավոր, որ հողերը տվել են, թե չեմ տվել, որ զոհեր եղել են, թե չեն եղել, այս որ իրանք բան անեն, կան մենք քանի անգամ առիթ ենք ունեցել ասելու, որ մենք բավարար իմաստություն չենք ունեցել հասկանալու, որ պետք է գնալ շատ շտապ եւ շատ մեծ զիջումների, որպեսզի կանխենք այս արյունահեղությունը։ Բայց դա էլ հարց է, եթե մենք ունենայինք բավարար այդ իմաստությունը եւ համարձակությունը, դա ինչքանով ընդունելի կլիներ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, այս
առանձին ուսումնասիրության նույնիսկ Պարոն Միրզոյան, վարչապետը տեսական Հիմա զոհերը չլինեին, բայց հողերը տանք, դուք խնդրում եք։ Ես մի խնդրանք ունեմ ձեզ, որպես նաև տարիներ շարունակ իրար ճանաչող մարդ։ Դուք իրավունք ունեք այդ մեղադրանքներին սնչեցնել, նաև լրագրող եք հարց եք տալի։ Կարող եմ ես ձեզ նույն հարցը տալ հիմա։ Դուք ոնց եք կարծում 2020 թվականի հունվարի 1-ին պետք էր գնալ ասել ես հողերը տալիս եմ, Ղարաբաղի անկախությունից հրաժարվում եմ եւ դրանով գնում ենք լուծման եւ պատերազմ չլինի, թե պետք է գնալ պատերազմի եւ կռվել։ Խնդրում եմ ձեր անձնական դիրքորոշումը ասեք, ես ունենայի ձեր չափին։ Okay, ինչ կանեիք։ Կանեի այնպես, որ զոհեր չլինեն։ Այսինքն կտայիք հողերը եւ Լեռնային Ղարաբաղի անկախություն կոչվածից կհրաժարվեք։ Բայց ամեն ինչ արվել է։ Ես ձեզ որևէ բանով չեմ ներողություն։ Եկեք ճիշտ հասկանանք իրար։ Ես ձեզ բանում որևէ բան չեմ մեղադրում։ Ուղղակի ինձ որպես անհատ հետաքրքիր ձեր որպես անհատի դիրքորոշումը։ Ես կմեղադրեի։ Ասեցիք վաղը մուսուր պետք է գա։ Պարոն Միրզոյան, վարչապետը մի քանի ամիս առաջ հայտարարեց երկաթուղու կառավարման նոր մոդելի մասին։ Կա ինչ-որ նորություն այս առումով, թե չէ որևէ պետություն հանձնարարել է կամ առաջարկել է, որ կառավարի երկաթուղին եւ Ռուսաստանը արդեն վերջնականացրել է իր դիրքորոշումը, պատրաստ է կառավարումից հրաժարվել, թե ոչ։ Դե նախ վարչապետը ասեց, որ այդ փաստի բերումով հայաստանյան երկաթուղիները զրկվում են մրցակցայնությունից եւ առանձին երկրներ, ովքեր չեն ուզում գործ ունենալ որևէ կերպ Ռուսաստանի կամ նրան կողմից որևէ կերպ կառավարվող ակտիվների նախագծերի հետ, ուզում են շրջանցել Հայաստանը։ Դե սա փաստ է եւ որևէ մեկ առանձնապես չի թաքցնում նույն այդ երկրները, ովքեր ուզում են շրջանցել։ Հիմա մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի մեկ, եւ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները մոդեռնիզացվեն, երկու մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները առնվազն քիչ առաջ Գյումրի կարծիքից ենք խոսում, ֆիզիկապես այդ պակասով 2 կիլոմետրական ինչքան է կապվի կողմից Թուրքիայի երկաթուղիների հետ կարծով մյուս կողմից նաև Երաստ, Նախիջևան, դե ամենահարավն էլ քննարկեցինք Թրիպը։ Հիմա այդ կառավարող ընկերությունը եւ երկիրը, որին պատկանում է այդ ընկերությունը, պետք է դիրքավորվի այս հարցի շուրջ։ Եթե կառուցում են, մոդեռնիզացում են, մի իրողություն է, եթե հրաժարվում են, այլ իրողություն է, ժամանակ պետք է հստակեցում։ Ինձ տենց հստակ վերջնական դիրքորոշում հայտնի չի։ Պարոն Միրզոյան, տեսեք, շատ է խոսվում այս շրջանում հիբրիդային հնարավոր պատերազմի մասին, սլաքները ուղղվում են դեպի Ռուսաստան, Հայաստանի իշխանություններն էլ ըստ էության արևմուտքից են աջակցություն խնդրում առաջիկա ընտրությունների հետ կապված։ Դուք ձեր ռուս գործընկերների հետ, օրինակ այդ հարցը բարձրացել եք, ինչի եք հիբրիդային պատերազմ իրականացնում Հայաստանում, սա առաջին հարցը գերիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված ինչ նորություններ են հայտնի, ինչ է լինելու, արդյոք նրանց Հայաստան վերադառնալը որքանով է հավանական այս ընթացքում եւ երրորդ հարցն էլ ներողություն, որտեղ չի հարց տան։ Ես էլ կարող եմ երեքը տալ։ Երրորդ հարցը տեսեք, ազգային Եկեք ընդհանրեն երրորդ հարցը չլսենք, ազգային ծառայության հարցերը ազգային անվտանգության։ Չէ, հաստատել էր, որ օրինակ կաթողիկոսի եղբայրը ԱԳԲ-ի գործակալ է, ծեր մասով էլ ժամանակի մի փաստաթուղթ էր հրապարակվել։ Ես շնորհակալ դրան էլ անդրադարձել։ Լավ։ Երկրորդ հարցը ամենահեշտն է, մի րոպե, երկրորդ հարցը որն է։ Գերիների։ Ուրեմն պահվող անձանց գերիների վերաբերյալ դիրքորոշումը մեր նույնն է, ես նույնը համարյա գրեթե բառացիպ կրկնեմ, ես գերադասում եմ այստեղ ավելի շատ բարձրաձայն եւ հրապարակային չխոսել, աշխատել, երբ որ արդյունք է լինում, դա ողջունությունը տեղեկացվում է։ Մենք ողջունում ենք վերջին ուրեմն 4 գերիների ազատ արձակումը եւ վստահ ենք, որ բոլոր մնացած ապահով անձանց հնարավորինս շուտապույտ ազատ արձակումը եւս մի քայլով կամրապնդի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, նաեւ Ադրբեջանի եւ առաջ երթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք այս մասին խոսում։ Այս բանին արդյունք չկա, կրկին, այս այն հարցն է, որ կամ կա արդյունք, կամ չի, աշխատում ենք շատ լավ, իհարկե դա ամենից չի կարող վերանալ մեր օրակարգից։ Արդյունք լինում է բոլորը միանգամից իմանում են եւ ոչ ինձ այդ մարդկանց ազատ արձակումից առաջ հիբրիդային է։ Ուրեմն
Հիբրիդային, եկեք մենք հասկանանք ինչ է նշանակում հիբրիդային հարձակում։ Դա նշանակում է դա ասում է գրել են, որ Դուբայում տեղյակ են։ նայեք, դա բառացիորեն, եթե փորձենք թարգմանել հիբրիդային բառը, կլինի խառնածին, հա, այսինքն Հայաստանի Հանրապետության դեմ խառնածին գործողություններ, խառնածին հարձակումներ, դա կարող լինի ապատեղեկատվություն եւ